Սակագների փոփոխությունները դրանք անխուսափելի են։ Ես տարօրինակ չէի համարի, որ կազմակերպություններից որևէ մեկը կամ ներկրող կամ բաշխիչ ներկայացրեն հաշվարկներ եւ առաջարկություններ սակագների վերանայման հետ կապված։ Դա սպասելի է այսօր։ Բայց միևնույն ժամանակ ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. անել ամեն ինչ եւ հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք։ Երաշխիքների հետ կապված ես չեմ կարծում, որ որևէ երկրում սակագների վերանայման հետ կապված երաշխիքների մեխանիզմ կա։ Կա պետական կառույցների որոշումներ, հանձնաժողովի որոշումներ, այդ սակագները կամ ավելանում են, կամ պակասում են, կամ մնում են անփոփոխ։ Երաշխիքներ ասած բառը ինձ համար անհասկանալի է, եւ ես ասացի, որ կառավարությունը հանրապետության նախագահի հանձնարարությամբ եւ հանրապետության նախագահ անձամբ տարբեր ճանապարհներով, տարբեր միջոցներով պիտի կարողանանք ապահովել, որպեսզի բնակչության, քաղաքացիների բեռը այս տարի չավելանա։ Դա է երաշխիքը։ Դրանից ավել երաշխիք, իմ կարծիքով դուք չպիտի սպասեք։ Մենք չենք կարող ստորագրություն տալ, որ չի բարձրանա։